2026 թվականին մասնագիտական մթնոլորտը կլցվի հատուկ իմաստով, ոչ թե տիտղոսների համար խելահեղ մրցավազք, այլ հնարավորություն, նրբորեն վերաձևավորելու ձեր ուղին, որտեղ ձեր կատարած յուրաքանչյուր խաղադրույք ապացուցվում է, որ լավ մտածված և ժամանակին կատարված է։ Այս հոդվածը հրավեր է ավելի մանրամասնորեն նայելու այն նշաններին, որոնք առաջիկա ամիսներին կզգան արագացում, ոչ միայն բախտի ալիք, այլև հետևողական և նշանակալի վերելք, որը հենվում է հմտության, բնավորության և բախտավոր հանգամանքների վրա։ Խոյ, բարձրունքներ տանող իմաստուն ազդակի բոցը։ 2026 թվականին խոյերը կբախվեն մի ժամանակաշրջանի, երբ իրենց բնական քաջությունը կսկսի աշխատել կուտակված փորձի հետ համատեղ։ Սա չի լինի անխոհեմ գործողությունների պահ։ Ընդհակառակը, դուք կզգաք, որ ձեր ձգտումները ձևավորվում են, գաղափարները ձևավորվում են, իսկ ծրագրերը վերածվում են կոնկրետ քայլերի։ Հորիզոնում հնարավոր են առաջարկներ, որոնք կպահանջեն արագ որոշումներ, բայց այս տարվա առանձնահատկություններից մեկը մտածված վճռականության պարգևն է։ Գործընկերներն ու ղեկավարները կնկատեն ձեր ունակությունը, ոչ միայն նախագծեր նախաձեռնելու, այլև դրանք կայուն արդյունքների հասցնելու։ Սա կգրավի թիմեր ղեկավարելու կամ հիմնական ոլորտների համար պատասխանատվություն ստանձնելու առաջարկներ։ Ձեր էներգիան կառավարելու ունակությունը կարևոր կլինի, ձեր իմպուլսիվությունն ուղղեք իրական ազդեցություն ունեցող նախաձեռնություններին, այլ ոչ թե բազմաթիվ տարբեր առաջադրանքների։ Ցանցային կապերը և հրապարակային ելույթները կարող են դռներ բացել երկարաժամկետ գործընկերությունների համար։ Ձեր ազդեցությունը մեծացնելու համար ձեր հավանքությունները հիմնավորեք որոշակի կարողություններով, դասընթացները, հավաստագրերը կամ ավարտված նախագծերի ցուցադրությունները կստեղծեն վստահություն և աջակցություն։ Երկվորյակներ։ Բառերի և գաղափարների կարիերան փոխակերպող կամուրջներ։ 2026 թվականին երկվորյակների համար կլինի այն ժամանակը, երբ հաղորդակցման հմտությունները կդառնան հաջողության իրական արժույթը։ Դուք կհայտնաբերեք, որ զրույցներ վարելու, բարդ գաղափարները հասկանալի լեզվի թարգմանելու և միաժամանակ ուրիշներին լսելու ունակությունը բերում է իրական մասնագիտական շահույթներ։ Կառաջանան հնարավորություններ, որպես կապող օղակ հանդես գալու բաժինների, հաճախորդների և ղեկավարության միջև։ Դուք կարող եք դառնալ անփոխարինելի մասնագետ այն նախագծերում, որոնք պահանջում են ճկուն մտածողություն և արագ արձագանքներ։ Դուք կարող եք ստանալ առաջարկներ խորհրդակցելու, խմբագրելու կամ ներկայացնելու, ինչպես նաև հաղորդակցման նախաձեռնություններ ղեկավարելու համար։ Հաջողությունը կգա նրանց, ովքեր կարող են կառուցել իրենց մտքերը և ձևակերպել իրենց ներդրումը, պատրաստված փաստաթղթերը, պատրաստի առաջարկները և հստակ ծրագրերը կամրապնդեն ձեր դիրքը։ Այս տարվա կարևոր սկզբունքը զրույցները արդյունքների վերածելն է, երբ գաղափարին ուղեկցում է ճանապարհային քարտեզ, արձագանքը ավելի արագ է գալիս։ Կշերքները։ Ընտրության արվեստը բացում է դռներ դեպի ճանաչում։ 2026 թվականին կշերքները կտեսնեն, թե ինչպես են իրենց հավասարակշռությունը կշռադատելու և գտնելու ունակությունը վերածվում մրցակցային առավելության։ Այս ունակությունը հատկապես արժեքավոր է այն նախագծերում, որոնք պահանջում են շահերի համաձայնեցում, բանակցություններ կամ համագործակցության խթանում։ Ձեզ կվստահեն այնպիսի իրավիճակներում, որոնք պահանջում են և մարտավարություն, և ռազմավարական տեսլական, հակամարտությունների լուծում, գործընկերային հարաբերությունների կառուցում կամ կարևոր հանդիպումների մոդերացիա, որոնք բոլորն էլ կբերեն ոչ միայն հարգանք, այլև կարիերայի առաջխաղացում։ Հաջողության գրավականը փորձագիտության և մասնագիտական դիրքի վրա շեշտադրումն է, հիմնված հստակ կատարողական չափանիշներում։ Կշերքները չպետք է վախենան տեսանելի պատասխանատվություն ստանձնելուց, ձեր հեղունակությունը որպես արդար և հեռատես առաջնորդ կբարձրացնի ձեր առաջխաղացման կամ ընդլայնված լիազորությունների հնարավորությունները։ Ֆինանսապես այս ժամանակահատվածը նպաստում է եկամտի կայունացմանն ու ավելի հեղինակավոր դերերի անցնելուն, եթե դուք առաջնահերթություն տաք ձեր առաջարկների ներկայացմանն ու փաստարկմանը։ Առյուծ։ Պատասխանատվության ճառագայթումը, որը բազմապատկում է ազդեցությունը։ 2026 թվականին առյուծները կզգան, որ իրենց բնատուր առաջնորդության տաղանդը հանդիպում է աճի իրական հնարավորությունների, բայց մի հույսը դրեք միայն հանջարեղության վրա։ Իսկապես հզոր փոփոխություններ կգան նրանց մոտ, ովքեր համատեղում են խարիզման բարդությունը կառավարելու պատրաստակամության հետ, ղեկավարելով խոշոր նախագծեր, կառուցելով թիմ և ստանձնելով դրա համար պատասխանատվությունը։ Շատ առյուծների համար սա կլինի մի տարի, երբ առաջխաղացման կամ ավելի ակնառու դերի առաջարկները կլինեն ոչ միայն ձեր ակնառու արդյունքների, այլև մարդկանց ոգեշնչելու և կազմակերպելու ձեր ունակության արդյունքը։ Ազդեցությունը կուժեղանա, եթե կենտրոնանաք ձեր անձնական կառավարման ոճի զարգացման վրա, ազնիվ հաղորդակցությունը, լիազորությունները և համակարգված մոտեցումը կստեղծեն վստահություն։ Ավելին, հանրային նախաձեռնությունները և արդյունաբերական նշանակալի միջոցառումներին մասնակցությունը կբարձրացնեն ձեր մասնագիտական տեսանելիությունը։
Կենտրոնացեք մասշտաբային հմտությունների վրա, ենթակաների վերապատրաստումը, գործընթացների ստեղծումը կամ թիմային ապրանքանիշի կառուցումը կստեղծեն երկարաժամկետ օգուտներ։ Կարիճ։ Խորը ռազմավարություն, որը խորը թափանցում է ոլորտ։ 2026 թվականին կարիճները հնարավորություն կունենան օգտագործել իրենց կարողությունը խորը վերլուծելու և վերափոխելու իրավիճակները կարիերայի առաջխաղացման համար։ Ձեզ կնկատեն այնպիսի առաջադրանքների համար, որոնք պահանջում են ոչ թե մակերեսային լուծումներ, այլ գործընթացների վերակառուցում կամ բարդ գործերի գաղտնի կառավարում։ Այս ժամանակահատվածի առանձնահատկությունն այն է, որ համակարգային բարելավմանն ուղղված ջանքերը կբերեն բարձր արդյունքներ, թե իրավասության ճանաչում, թե ընդլայնված լիազորություններ։ Աճի հասնելու համար կարևոր է կուտակել ձեր արդյունավետության ապացույցներ, ուսումնասիրություններ, զեկույցներ և հաճախորդների և գործընկերների հետադարձ կապ։ Որոշ դեպքերում հնարավոր է անցում դեպի հարակից ոլորտներ, որտեղ ձեր վերլուծական հմտությունները և տեղեկատվության հետ աշխատելու ունակությունը կդառնան հիմնական ակտիվ։ Պատրաստ եղեք այն փաստին, որ առաջխաղացումը կարող է պահանջել իմաստուն բանակցություններ և ձեր նախճղումների հստակ փաստաթղթավորում, բայց արդյունքները կարդարացնեն ջանքերը։ Այծեղ ջուր։ Հաջողության լուր կառուցում, որը կբարձրացնի ձեր կարիերան կայուն մակարդակի։ Այծեղ ջուրները 2026 թվականին կթաղեն արագ հաջողության առասպելը, քանի որ ձեր ուղին ավելի շատ շինարարական նախագիծ կլինի, քան թռիչք։ Սա այն տարին է, երբ հետևողական աշխատանքն ու կարգապահությունը տեսանելիորեն կարդարացվեն, ավարտված նախագծերը, ապացուցված ռազմավարությունները և մասնագիտական հեղինակությունը կհարթեն ճանապարհը առաջխաղացման կամ հուսալիություն և երկարաժամկետ պատասխանատվություն պահանջող դերի համար։ Ղեկավարությունը կգնահատի ձեր կարողությունը պահպանելու ժամկետները և կառավարելու ռեսուրսները, իսկ հաճախորդները կգնահատեն ձեր աշխատանքի կայունությունն ու որակը։ Ազդեցությունը մեծացնելու համար կենտրոնացեք համակարգվածության վրա։ Ձևակերպեք գործընթացները, ստեղծեք նվաճումների պորտֆոլիո և պատրաստեք փաստարկներ առաջխաղացման բանակցությունների համար։ Կարող են առաջանալ առաջարկներ ընկերությունում ավելի ռազմավարական դիրք զբաղեցնելու կամ նոր ուշադրության ոլորտ կառավարելու համար, նման առաջադրանքները կատարելապես համապատասխանում են ձեր երկարաժամկետ պլանավորման հակմանը։ Ֆինանսական կայունությունը և ձեր գործընկերների հարգանքը կլինեն ձեր հետևողական աշխատանքի ողջունելի արդյունքը։ Ջրհոս։ Նորարարության կայծ, որը արագացնում է մասնագիտական առաջխաղացումը։ 2026 թվականին ջրհոսները կհայտնաբերեն, որ իրենց ինքնատիպ գաղափարները և այլընտրանքային ուղիներ տեսնելու ունակությունը կբերեն կոնկրետ կարիերայի օգուտներ։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է նրանց համար, ովքեր պատրաստ են ներդնել նորարարական լուծումներ, տիրապետել տեխնոլոգիաներին և կառուցել ոչ ավանդական նախագծեր։ Ձեզ կգրավեն այնպիսի դերեր, որոնք կարևորում են ոչ ստանդարտ մտածողությունը, հետազոտություններ, թվային նախագծեր, ստեղծագործական հայեցակարգեր և թիմային աշխատանք բարձր փոփոխությունների տեմպով։ Կարևոր է չսահմանափակվել մեկ գաղափարի վրա։ Համակարգեք ձեր մտքերը, ստեղծեք ապացուցելի նախատիպեր և փնտրեք դաշնակիցներ կազմակերպության ներսում։ Համագործակցություններն ու միջառարկայական նախագծերի ղեկավարումը արագ արդյունքներ կտան։ Ձեր առաջարկները, որոնք հիմնված են փորձնական ծրագրերի արդյունքներում, պահանջարկ կունենան։ Ոգեշնչումը կարիերայի առաջընթացի վերածելու համար փաստադղտեք ձեր հաջողությունները և պատրաստ եղեք ակտիվ պաշտպանել ձեր նախաձեռնությունները ռեսուրսների վերաբերյալ բանակցությունների ընթացքում։